Ծննդոց, գլուխ առաջին։ Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը։ Երկիրն անձև ու դատարկ էր և անդունդի վրա խավար էր, և Աստծու հոգին շրջում էր ջրերի վրա։ Եվ Աստված ասաց. թող լույս լինի, և լույս եղավ։ Աստված տեսավ, որ լույսը բարի է, և Աստված լույսը բաժանեց խավարից։ Աստված լույսը կոչեց ցերեկ, և խավարը կոչեց գիշեր։ Եվ երեկո ու առավոտ եղավ, օր առաջին։ Եվ Աստված ասաց. թող հաստատություն լինի ջրերի միջև, որ ջրերը բաժանի ջրերից։ Եվ Աստված արարեց հաստատությունը ու բաժանեց հաստատության տակ եղած ջրերը տարածության վրա եղած ջրերից։ Եվ այդպես եղավ։ Աստված հաստատությունը կոչեց երկինք, և երեկո ու առավոտ եղավ, օր երկրորդ։ Եվ Աստված ասաց. երկնքի տակ եղած ջրերը թող մի տեղ հավաքվեն, և ցամաքը երևա։ Եվ այդպես եղավ։ Աստված ցամաքը կոչեց երկիր, իսկ հավաքված ջրերը կոչեց ծով։ Աստված տեսավ, որ բարի է։ Եվ Աստված ասաց. երկիրը թող կանաչ խոտ աճեցնի, սերմ տվող խոտ և պտղաբեր ծառ, որ պտուղ տա իր տեսակի պես, որի սերմը իր մեջ լինի երկրի վրա։ Եվ այդպես եղավ։ Երկիրը կանաչ խոտ աճեցրեց, սերմ տվող խոտ իր տեսակի պես, և պտղաբեր ծառ, որի սերմը իր մեջ է, իր տեսակի պես։ Աստված տեսավ, որ բարի է։ Եվ երեկո ու առավոտ եղավ, օր երրորդ։ Եվ Աստված ասաց. թող լուսատուներ լինեն երկնքի հաստատության մեջ, որպեսզի ցերեկը բաժանեն գիշերից, և նշանների, ժամանակների, օրերի ու տարիների համար լինեն։ Եվ լուսատուներ լինեն երկնքի հաստատության մեջ, որպեսզի լուսավորեն երկիրը։ Եվ այդպես եղավ։ Եվ Աստված երկու մեծ լուսատուներ արարեց, մեծ լուսատուն ցերեկվա վրա իշխելու համար, իսկ փոքր լուսատուն գիշերվա վրա իշխելու համար։ Ստեղծեց նաև աստղերը։ Աստված դրանք դրեց երկնքի հաստատության մեջ, որպեսզի լուսավորեն երկիրը, իշխեն ցերեկվա ու գիշերվա վրա և լույսը բաժանեն խավարից։ Եվ Աստված տեսավ, որ բարի է։ Եվ երեկո ու առավոտ եղավ, օր չորրորդ։ Եվ Աստված ասաց. ջրերը թող եռան կենդանի շունչ ունեցող ձեռուններով և թռչուններ թռչեն երկրի վրա երկնքի հաստատության միջով։ Եվ Աստված ստեղծեց մեծամեծ կետերը և կենդանի շունչ ունեցող բոլոր սողունները, որ ջրերը եռացին դրանցով իրենց տեսակի պես, և բոլոր թևավոր թռչունները իրենց տեսակի պես։ Եվ Աստված տեսավ, որ բարի է։ Աստված օրհնեց դրանք ասելով. աճեցեք և բազմացեք ու լցրեք ծովերի ջրերը, և թռչունները թող շատանան երկրի վրա։ Եվ երեկո ու առավոտ եղավ, օր հինգերորդ։ Եվ Աստված ասաց. երկիրը շնչավոր կենդանի թող հանի իր տեսակի պես, անասուններ, սողուններ և երկրի գազաններ իրենց տեսակի պես։ Եվ այդպես եղավ։ Եվ Աստված երկրի գազաններն ստեղծեց իրենց տեսակի պես, անասունները իրենց տեսակի պես, և գետնի բոլոր սողունները իրենց տեսակի պես։ Եվ Աստված տեսավ, որ բարի է։ Եվ Աստված ասաց. մեր պատկերով ու մեր նմանությամբ մարդ արարենք, որպեսզի իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, անասունների ու ամբողջ երկրի վրա և երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա։ Եվ Աստված ստեղծեց մարդուն իր պատկերով։ Աստծու պատկերով ստեղծեց նրան, արու և էգ ստեղծեց նրանց։ Աստված օրհնեց նրանց, և Աստված ասաց նրանց. աճեցեք, բազմացեք և լցրեք երկիրն ու տիրեցեք դրան։ Իշխեք ծովի ձկների, երկնքի թռչունների վրա ու երկրի վրա սողացող բոլոր կենդանիների վրա։ Եվ Աստված ասաց. ահա ամեն խոտ, որ սերմ ունի ամբողջ երկրի վրա, և ամեն ծառ, որի մեջ կա սերմ տվող ծառի պտուղ,
ահա ձեզ տվեցի, որ կերակուր լինի ձեզ համար։ Իսկ երկրի բոլոր կենդանիների, երկնքի բոլոր թռչունների եւ երկրի վրայի բոլոր սողունների համար, որոնց մեջ կենդանության շունչ կա, թող կերակուր լինի ամեն կանաչ խոտ։ Եվ այդպես եղավ։ Եվ Աստված տեսավ, որ այն ամենը, ինչ որ արել էր, ահա շատ բարի էր։ Եվ երեկո ու առավոտ եղավ օր 6-րդ։